Մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, սիրելի դպրոցականներ։ Շնորհակալ եմ Տիկին Մանասյան կատարած աշխատանքի համար։ Մեր հանձնաժողովը, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը սերտ համագործակցում է օմբուդսմենի ինստիտուտի հետ։ Հարգելիներս, այսօր ուզում եմ խոսել մոբինգի, հոգեբանական բռնության ձև է, եւ ավելի տարածված բուլինգի մասին, մանկավարժի եւ երեխաների նկատմամբ։ Ուզում եմ իմ զորակցությունս հայտնել Մերձավանի պատմության ուսուցչուհուն։ Ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ ԿԳՄՍ-ն տարածել է հայտարարություն եւ դատապարտել է այդ արարքը։ Ես չեմ ճանաչում այդ ուսուցչուհուն, բայց մարդը իր մասնագիտական աշխատանքն էր իրականացնում։ Գիտեք, այնքան ծանոթ է այս իրավիճակը։ Ես էլ եմ թիրախավորվել տարիների ընթացքում, երբ որ աշխատում էի դպրոցում։ Բավականին մանկավարժական ստաժս երկար է։ 30 տարի աշխատել եմ Կապանի թիվ 3-րդ դպրոցում։ Ես չեմ համաձայնվել լինել հանրապետական կուսակցության անդամ, կեղծել ընտրությունները եւ իմ անձի նկատմամբ սկսվեց թիրախավորումը։ Գիտեք, մի երկու նախադասությամբ ասեմ, որ այդ տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր եմ իրականացել դպրոցում, չեմ վախեցել սովորել, ավարտել եմ Վանաձորի սահմանադրական ուրեմն երևի դպրոց ասեմ, հսիկը, եւ օլիմպիադաներում տվել եմ շատ երեխաներ, ովքեր զբաղեցրել են հանրապետական փուլում տեղեր եւ ուզում եմ շեշտել նաեւ կենտրոնական բանկում 2 անգամ իմ աշակերտները տնտեսագիտությունից զբաղեցրել են երկրորդ եւ 3-րդ տեղերը, իսկ այստեղ ուզում եմ շեշտել, որ առաջին եւ վերջին անգամ է եղել, երբ իմ աշակերտները 20-ից 20 միավորներ են հավաքել խնդիրների լուծման արդյունքում։ Եվ շնորհակալ եմ այդ աշակերտներին։ 2016 թվականին ստացել եմ տնօրենի սերտիֆիկատը եւ գիտեք, երբ որ ցանկություն եմ հայտնել լինել տնօրեն, ինձ հայտնել են, որ ես պետք է գումար տամ։ Դու գումարի չափը մոտավորապես $10,000 էր։ Ես չէի պատրաստվում տնօրեն լինելու, որովհետև եթե փողը տալիս ես, հետո պետք է կամ ծնողներից կամ երեխաներից այդ գումարը վերադարձնես։ Ես այդպիսինը չէի։ Եվ գիտեք զարմանալին որն էր, երբ որ ես 2 օր առաջ խոսել եմ 2 նախագահների մասին, իմ անձի նկատմամբ կրկին սկսել են թիրախավորել։ 2022-23 թվականներին, երբ որ ես փորձել եմ խոսել այն բանի մասին, թե ինչ թերություններ կան, ինչ արարքներ են արել 2-րդ եւ 3-րդ նախագահների ժամանակ, սկսել են անձնապես թիրախավորել, ինձ որպես կին, տեսքս, հագուստս, եւ ինձ համար զարմանալի էր, որ ինձ Facebook-յան էջում ես տեսնում եմ, հայտ է ներկայացնում ընկերության մի մարդ, ով եղել է Կապանի քաղաքապետ։ Եվ գիտեք, ես դեռ չեմ ընդունել իր հայտը, վերջում կհարցնեմ, արդյոք դուք ուզում եք լինել իմ ընկերը։ Իր էջում ինչ եմ տեսնում։ Մի մեծ հոդված է գրել իմ մասին, իմ անձի մասին, էլի սկսել է թիրախավորել, որպես կին, որպես մանկավարժ, որպես քաղաքական գործիչ։ Ես ուզում եմ իրեն հիշեցնել, որ 2016 թվականին այդ անձը դուք, ինչպես դուք եք ինձ ոչ թե անունով եք դիմում, այլ սյուն կինը, դուք չեք ընտրվել ժողովրդի կողմից, ձեզ նշանակել է որպես քաղաքապետ մեր նախկին մարզպետը Սուրիկ Խաչատրյանը, որը ավելի շատ հայտնի է
Լիցկայի անունով։ Ես շատ հարգում եմ ձեր եղբոր բժշկին, բայց չեմ կարող չասել, որ ինքը եղել է նախագահի բժիշկը եւ այդ դուք դրա համար եք դարձել քաղաքապետ, կեղծելով ընտրությունները եւ բոլոր կապանցիները այդ մասին գիտեն։ Ես չէ որ պետք է այս ամբիոնից ասեմ։ Դուք վատացել եք, որ ես մոտեցել եմ այս ամբիոնին ու խոսել եմ ձեր նախագահի մասին։ Պարոն նախկին քաղաքապետ, ես այն մարդ չեմ արդեն, ով վախենում է թիրախավորվելուց, ինչքան ուզում եք թիրախավորեք։ Ես միշտ խոսել եմ եւ միշտ խոսելու եմ արդարության մասին։ Եթե ես 2015 թվականին չեմ վախեցել ձեր մարզպետից, նա իմը չէր։ Բայց մի անգամ ինձ ասել են, որ գիտես, մի փոքր շրջանակում ասաց, այս կինը ով է։ Գնահատեց իմ արարքը, որտեվ ես դուրս եմ եկել իր տեղ։ Գիտեք, այդ մարդը հետաքրքիր է, բայց ողջունել է, որ ես պայքարում եմ։ Իսկ դուք չեք պայքարում։ Այս ժամանակ, երբ որ լցոներ պետք է լինեին արկղներում, ինքը ձեզ իր սենյակում ապտակեց։ Ինչու՞։ Դուք գիտեք, որ դուք չեք ընտրվել, բայց կեղծվել են ընտրությունները։ Եվ դուք այսօր թիրախավորում եք ինձ, թիրախավորում եք, որ իմ աշակերտները, որ ես չունեմ գիտելիքներ, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ես ամբողջ կյանքս եմ սովորել, սովորում եմ եւ կսովորեմ։ Հիմա տեսեք, դուք օրինակ եք բերում ձեզ համար շատ կարևոր են Շնիկի պատմություն գրած Լիցկայի, հա, այդ գիրքը, ուզում եմ ձեզ ասել, որ դա պլագիատ է, չեք հավատում, գնացեք ստուգեք։ Տաթև գրքից է դա արված ու այստեղ իրավապահ մարմիններն էլ կարող են նայել, տեսեք, ես ոնց է ստացվել, որ այդ գիրքը պլագիատ է իր կողմից գրված։ Գիտեք, սովորելը ամոթ չէ, ինձ բախտ է վիճակվել, մայիսի 10-ին մասնակցել, կրթությունը նորաձև է եւ այստեղից ուզում եմ շնորհակալություն հայտնել տիկին Աննա Հակոբյանին եւ հիացած եմ եղել դասախոսություններից տիկին Աննա Հակոբյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Հարգելի ընդդիմադիրներ, մի խորհուրդ տամ էլի, կարող եք ընդունել, կարող եք չէ։ Գոնե մեկը թող գնա մասնակցի այդ շարժմանը։ Գիտեք, ես ինչու եմ մի անգամ մասնակցել, որովհետև տիկին Աննա Հակոբյանը չի սիրում, որ քաղաքականացված լինի այդ միջոցառումը։ Դրա համար ես մի անգամ եմ մասնակցել եւ ուզում էի լսել, թե ինչ դասախոսություն է արվելու եւ իմ գործընկերներից մեկը ասաց. «Գիտեք ինչ հաճույք ենք մենք ստացել, գիտեք ինչքան գիտելիքներ ենք ձեռք բերել, մենք այդ դասընթացի ժամանակ գնացեք լսեք, թող գոնե մեկը գնա»։ Կարող եք դիմում գրել, համացանցում կա այդ հնարավորությունը, ներկայացնում եք, հայտը ներկայացնում եք, պատկերացրեք, չգիտեին, որ ես պատգամավոր եմ, որտեղ ես չեմ գրել պատգամավոր Մարինա Ղազարյան, գրել եմ մանկավարժ եւ գնացել եմ մասնակցել։ Պարոն նախկին քաղաքապետը միշտ փորձել է թիրախավորել, բայց մի բան եմ ուզում ասել, 6 ամիս իրեն դասավանդել եմ, թող ասեր ես վատն եմ, դասավանդել եմ իր աղջկան, թող գար ասեր չեմ ուզում, որ դուք դասավանդեք, բայց ուզում եք, որ ինքը լինի իմ դասարանում։ Դե հիմա թողնում եմ մտածեք, թե ինչու է ինքը թիրախավորում ինձ։ Եվ տեսեք, 2018 թվականին տեղի ունեցել ոչ բռնի Թավշյա հեղափոխությունը եւ ժողովուրդը իր վերաբերմունքն է տվել այդ մարդու նկատմամբ։ Գիտեք ինչ են արել մարդիկ, երբ որ բեմ է բարձրացել, Նիկոլ Փաշինյանն էր բեմի վրա եւ ինքը իրեն ոչ մեկը չէր հանում եւ ժողովուրդը
սկսել է այդ սույն անձի նկատմամբ սուլելով արտահայտեցին իրենց ձայնը։ Ավարտեք։ Գիտեք, վերջացնում եմ։ Գիտեք, շատ բան կա ասելու, էլի կասեմ, բայց խնդրում եմ, սիրելի հայ տղամարդիկ, մի ենթարկեք բուլինգի հայ կանանց, չեմ ասում հայ, կարող են եւ այլ ազգի ներկայացուցիչ լիներ, մի թիրախավորեք մայրերին, քույրերին, եղեք ազնիվ, ուղղակի դա իմ խնդրանքն է, զբաղվեք քաղաքականությամբ, բայց մի վիրավորեք մարդկանց, կանանց անձը։ Շնորհակալություն։